Առողջական խնդիրներ ունեցող դպրոցական տղային կալանավորել են իբր Փաշինյանին հարվածելու համար։ Սակայն համացանցում տարածված տեսանյութում պարզ երևում է, որ Նիկոլի թիկնապահն է հարվածում տղային, իսկ նրա փոխարեն բանտում է հենց այդ տղան։ Ես բնավ չեմ արդարացնում բռնությունը, որը տեղ չունի քաղաքականության մեջ։ Այստեղ հարցը այլ է։ Նախ ինչեր Նիկոլ Փաշինյանը իր խմբակի հետ քարոզություն իրականացնելիս մտել եկեղեցի եւ հրելով առաջ անցնում։ Չեմ կարծում, որ եկեղեցին քարոզչության վայր է, իսկ Փաշինյանի թիկնապահների մասին ընդհանրապես խոսքեր չկան։ Նրանք ամեն տեղ արտոնյալ են։ Բավական է հիշել միայն հղի կնոջ վրաերթը եւ սպանությունը, որի մեղավորը այդպես էլ պատասխանատվություն չկրեց։ Փոխարենը բանտերում հայտնվում են անմեղ մարդիկ։ Օրինակ, բացի այս տղայից, Բագրատ Սրբազանը կեղծված ձայնագրության հիմքով։ Մինչդեռ մեղավորները, ներառյալ Փաշինյանի թիկնապահները, շարունակում են մնալ անպատիժ, իսկ ՀՊԱ-ականները հրճվում են, որ կարողացել են նստեցնել այս տղային։ Առողջական վիճակից ելնելով տղայի մայրը հայտնել է, որ որդու կյանքին իրական վտանգ է սպառնում։ Այսինքն Դավիթ Մինասյանը կարող է դառնալ այս ռեժիմի հերթական զոհը, ինչպես Արմեն Գրիգորյանը, որը մահացավ հենց դատարանի դահլիճում։